Պարոն Սիմիդյան, հարցս վերաբերում է բնապահպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Սևան ազգային պոակ հատուկ պահպանվող տարածքին։ Տարածքում, եթե չեմ սխալում կամ թվեր են չեցրած, կարող է արժանավաճ լինեն կուզենան, որ դուք ուղղեք, վերաբերում է մոտ 4883 ինքնակամ շենք շինությունների եւ նրանց նկատմամբ զբաղեցրած օղատարածքներին։ Դուք իբրև բնապահպանության նախարար ինչ գործուն միջոցներ եք ձեռնարկել կամ ինչ եք նախատեսում պլանային, ինչ եք նախատեսում իրականացնել նշված ինքնակամ նախկինում կառուցված շենք շինությունների օրինականացման եւ նշված հատուկ պահպանող տարածքները մրցույթային կարգով տրամադրելու կամ հետագա ճակատագիրը որոշելու նշված շենք շինությունների եւ ինքնակամ զավթած օղամասերի օրինական դաշտ բերելու ուղղությամբ։ Պարոն Ղազարյան, շրջակա միջավայրի նախարարությունը ապօրինի շենք շինությունների քանդման լիազոր մարմինը չի։ Իրականում օրենսդրության տրամաբանությունից դա իրականացնում են համայնքները, բայց շրջակա միջավայրի նախարարությունը չի զլանում այդ ուղղությամբ բավականին շատ աշխատանք է կատարել եւ ըստ էության ապօրինի շենք շինությունների գույքագրման գործընթացը կազմակերպված է, ուրեմն եթե չեմ սխալվում շորժա բնակավայրի հատվածում ազգային պարկի արդեն ունենք պայմանավորվածություն համայնքի հետ, որ այդ շենք շինությունները պետք է քանդվեն, դրանք ծախսատար եւ երկար գործընթացներ են ապօրինի շենք շինությունների ապամոնտաժման մասով, այսքանը կարող եմ ասել, բայց դա ուղիղ քանդման գործընթացը ոչ ազգային պարկինն է, որ պետք է իրականացնի, ոչ էլ շրջակա միջավայրի նախարարությունը, պետք է համայնքները իրականացնեն, աշխատում ենք այդ ուղղությամբ, որ ապօրինի շենք շինությունները ապամոնտաժվեն։ Վարձակալության գործընթացի վերաբերյալ էլ մենք ուրեմն ազգային պարկերի եւ անտառային հողերի վարձակալության օրենսդրության մշակման փուլում ենք եւ 2-3 շաբաթից կամփոփենք եւ այդ գործընթացն էլ նորից առաջ կգնա։ Արձագանք մեկ պարոն Ղազարյան։ Պարոն Սիմիդյան, չնայած այն բանի, որ նշված տարածքները ընդգրկված են համայնքի վարչական տարածքներում, ուղիղ կառավարման լիազորությունը ձերն է, որպես բնապահպանության նախարարություն։ Ես կուզենամ թվեր հնչեցնել։ Միջև նոր օրենսդրական փոփոխությունները բերել են, նոր կարգավորումներ բերել են, նախկին գործող կարգով օրենսդիրի կողմից մշակված կարգով։ Հստակ ապօրինի զավթած օղատարածքների մասով եւ շենք շինությունների մասով հստակ եմ ասում, ինչ գործուն քայլեր եք իրականացնել։ Շատ է շտասել, իհարկե համայնքի վարչական տարածքում ինքնակամ շինություն է իրականացնել, բայց չէ որ հողը ձերն է։ Դա համայնքային հող չէ կամ քաղաքացու սեփականության իրավունքով պատկանող բնակավայրի կառուցապատման կամ հասարակական կառուցապատման այլ հողատես չէ։ Դրա ուղիղ պատասխանատուն դուք եք։ Դուք այսինքն գործողություն չեք իրականացնի պաշտոն այդ նշված գույքերի հողատարածքների նկատմամբ։ Իմ հարցը վերաբերում է դրան, որ որպես նախարար նախկինում ասում էիք, որ 4000 քանի 183 շենք շինություններ կա եւ զավթված հողատարածքներ կա։ Հիմա մենք սպասենք, որ այս օրենսդրական փոփոխությունները մյուս տարի լինի, նոր դրանց 7 տարի հետո ճակատագրերը որոշենք, այս է իմ հարցը ընդհանրապես կարող եք թվեր հնչեցնել, խնդրում եմ։ Այդ օրենսդրական փոփոխությունները քանդման գործընթացի հետ կապ չունի։ Գույքագրված դուք էլ ասեցիք, որ ունեն գույքագրված, մի պրոստա ձեռքից տակ, որ իմանա այդ հարցը կտակ, գույքագրած թվերը կբերեի։ Եվ նաև կներկայացնեի, թե ինչ աշխատանք են կատարել համայնքների հետ։ Պարոն Ղազարյան, շրջակա միջավայրի նախարարությունը պետք է դրա համար, այմի օրինակ 24 թվականին մենք ինչի որևէ շենք շինություն չենք քանդել, որտեղ բյուջեով նախատեսված գումար չենք ունեցել, իսկ ինչի չենք ունեցել, որտեղ դրանք համայնքի պարտականությունների շրջանակում են, այսինքն եթե հիմա կառավարությունից գումար ենք փորձում, խնդրեմ, ինքը բավականին ծախսատար գործ է, բայց ազգային պարկը առանձին դեպքերում սեփական ուժերով նաև ոչ միայն ապօրինի, նաև այսպես ասած տեր չունեցող տարածքների ապամոնտաժման, այդ շենք շինությունների ապամոնտաժման աշխատանքներ իրականացնում է։ Ես ինքս կուզեի, որ դա շատ արագ լիներ, բայց ցավոք սրտի Շնորհակալություն։